Բարի երեկո, հայրենի հարգելի հայրենակիցներ, կարծում եմ արդեն եթերում եմ։ Այսօր դարձյալ շատ կարճ մի ուղերձով կարճ վերլուծությամբ ուզում եմ կիսվել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօրվա ընթացքում 3 անգամ հաղորդագրություններ է տարածել, թեփր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բոլորին պարզ է, որ սա մի հերթական ապատեղեկատվություն է, սակայն ակնհայտ է նաև, որ այդ հաղորդագրությունները պատահական չեն տարածվում։ Ուրեմն, որոնք են Ադրբեջանի նպատակները, ինչ է ցանկանում ֆաշիստ Իլհամ Ալիևը հաղորդել այդ հայտարարություններով և ում է դրանք հասցեագրում։ Մենք կարող ենք Ադրբեջանի թիրախային լսարանը բաժանել 3 հիմնական խմբի։ Առաջին թիրախը Հայաստանի ժողովուրդն է։ Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել հայ հասարակության վրա, պահելով մեզ մշտապես լարվածության մեջ։ Նպատակը հայ ժողովրդին թույլ չտալն է դուրս գալ Արցախի ոչնչացման, մեր պատերազմական կորուստների, Հայաստանի տարածքների բռնազավթման և մեր դիվանագիտական ձախողումների այն ծանր հոգեբանական տրավմայից։ Սա դասական հոգեբանական պատերազմի գործիք է, և Բաքուն դրանով բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարության հետ վարվող այսպես կոչված բանակցություններն ու որևէ համաձայնեցված փաստաթուղթ նրա համար ունեն զերո արժեք։ Եվ այս առումով հատկանշական է, որ 2 օր առաջ Բաքու էր ժամանել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի անձնական ներկայացուցիչ Ստիվ Վիտքոֆը, որի վերաբերյալ այդ այցի վերաբերյալ ես մի կարճ ելույթ ունեցա, իսկ արդեն այսօր Բաքվում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Դումայի, իրենց դաշնային խորհրդի պատվիրակությունը, այդ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ։ Այս այցերը վկայում են, որ Ալիևը ստացել է և Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համաձայնությունը Հայաստանի դեմ սադրանքներ կազմակերպելու, գոնե հոգեբանական սադրանքներ, և գոնե հոգեբանական պատերազմ մղելու համար։ Նա այդ համաձայնությունը եթե չստանար, երբեք չէր շարունակի այսպիսի սանձարձակ սադրանքներն ու ոտնձգությունները։ Բայց բացի Հայաստանի ժողովրդից կա նաև երկրորդ թիրախը ֆաշիստ Ալիևի համար, դա հենց Ադրբեջանի ժողովուրդն է։ Ալիևը ձգտում է իր բնակչությանը պահել մշտական լարվածության մեջ, ներկայացնելով Հայաստանը որպես մշտական արտաքին թշնամի ու վտանգ։ Այս միջոցով էլ հենց նա փորձում է ոչ միայն արդարացնել հնարավոր նոր ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ, այլև ցրել և կանխել ներքին այն դժգոհությունները, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի տնտեսական ծանր վիճակից, ժողովրդի բավականին ծանր, ուրեմն կենցաղային պայմաններից, այս ամենը կանխելու համար նույնպես նա կարիք ունի արտաքին թշնամու։ Երրորդ թիրախն էլ կա, և դա Իսրայելն է։ Ալիևը ուղերձ է հղում Իսրայելին,
որ պատրաստ է աջակցել Իրանի դեմ Իսրայելի և նրա հնարավոր դաշնակիցների, առաջին հերթին Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին, եթե այդ գործողությունները հանկարծ որոշվեն գործադրվել։ Ալիևը ակնարկում է, որ այդ դեպքում կփակի Իրանի հյուսիսային ճանապարհը, որն անցնում է Հայաստանով, իսկ բարենպաստ պայմաններում կարող է ներխուժել նաև Իրանի հյուսիսային շրջաններ, խրախուսելով այնտեղ բնակվող թուրքալեզու իրանցիների ապստամբությունը։ Դա իրենց երազանքներն են իհարկե։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս ապատեղեկատվական հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ Փաշինյանի կոլաբորացիոնիստական կառավարության այն բոլոր հեքիաթները այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին զուրկ են ընդհանրապես որևէ հիմքից։ Մենք պետք է վերջապես ասելով մեր ժողովուրդը, նրանք ովքեր դեռ չեն գիտակցել, հասկանան, որ Փաշինյանի խոսքերը որևէ արժեք չունեն, հատկապես Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերում, բացարձակ որևէ արժեք չունեն։ Նա ինչ ասել է Հայաստանի անվտանգության վերաբերյալ, ինչ կանխատեսումներ արել է, ինչ հավաստիացումներ տվել է, այդ ամենը խախտել է։ Հայոց փրկությունը համապարփակ ինքնապաշտպանության կազմակերպման և դիմադրության մեջ է։ Այս պատմական փուլում Հայաստանի ղեկին պետք է կանգնի հայկական ռազմավարական մտքի կրող ղեկավարություն, կազմված գաղափարական, ազգասեր և վճռական գործիչներից։ Այլ դեպքում Հայաստանը վերապրելու շատ քիչ հույսեր ունի։ Առաջն Աստված, շնորհակալություն և բարի գիշեր։